Պարոն Թաթոյանի ֆենոմենը նրանում է, որ ինքը սովորական չի, ինքը արտասովոր է։ Դրանում է կանգանում հենց այն գաղափարը, որ այսօր ինքը համընդհանուր ազգային համախմբման առանցքային կետն է հանդիսանում։ Ինքը ժամանակակից առաջնորդի կերպար է, արևմտյան կերպարին շատ մոտ է, բայց հայկականությամբ, ազգային մենթալիտետով, արժեքներով։ Արման Թաթոյանը երբ որ եկել էր արդեն որպես օմբուդսմեն, մարդու իրավունքների պաշտպան, ինքը գիտեր, ներսից գիտեր, թե հիմնարկը իրանից ինչ է ներկայացնում, եւ ինքը շատ ջանքեր դրեց, նրա ջանքեր գործադրեց, որպեսզի հիմնարկը դառնա ինստիտուցիոնալ։ Պարոն Թաթոյանի հետ աշխատելը համ մեծ պատասխանատվություն է, համապարտություն է, որտեղ ամեն օր սովորելու բան է իրենից, իսկ դժվարությունը կարանում է նրանում, որ մենք ինչքան է շատ ենք աշխատում, մեկ իրան շատ չեն կարող աշխատեն, որովհետև առավոտը 8-ին գնում ենք, ինքը աշխատասենյակում նստած, 7-ին գնում ենք էլի ինչ-որ Zoom-ով խոսում էր, հանդիպումներ։ Անցնում էի Պուշկին փողոցով, տեսնում էի, որ գիշերվա, ասենք 12-ը կամ 1-ն է, եւ վառվում է միայն Արման Թաթոյանի աշխատասենյակի լույսը։ Ինքը հարկ եղածից ավել աշխատասերում նվիրված է իր աշխատանքին, իր կատարած գործին։ Սահմանային մեր գյուղական բնակավայրը ամեն քար ու թուփ ոնց որ գնացել ենք, տեսել ենք տեղում, մարդկանց լսել ենք, մարդկանց խնդիրները ու մշտապես երբ մենք գտնվում էինք մեր սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում, մարդիկ միշտ հույսով էին ընդունում պարոն Թաթոյանին։ Այն բոլոր կառույցները, որտեղ պարոն Թաթոյանը ղեկավար պաշտոն է զբաղեցրել, ուզում եմ հստակ նշել, կառույցի ոչ մի աշխատակից, ոչ մի անհատ չի եղել անտեսված։ Պարոն Թաթոյանը ունի յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքի մոտեցում, յուրաքանչյուրի կարողությունները գնահատելու մեծ պատրաստակամություն, յուրաքանչյուրս զգացել ենք դա մեզ վրա։ Ինքը զբաղեցնում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը եւ ես որպես միջազգային հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավար միջպետական վեճերի շրջանակներում Հայաստանի ուրեմն շահերն էին ներկայացում տարբեր դատական ատյաններում, այդ փուլում շատ դժվարին ժամանակահատված Հայաստանի Հանրապետության համար Արմանը մեծ դեր ունեցավ այն վայրագությունների բարձրաձայնման հարցում, որոնք տեղի են ունեցել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ հանդիպումների ժամանակ հատկապես շատ էր լինում, որ դժվար է իհարկե միջազգային այլ հանրությունում այն մշակույթում ապրող մարդկանց բացատրել մեր ապրած ինքնությունը եւ այն պայմաններում, օրինակ այն աշխատանքի պայմաններում, որ անում է Ադրբեջանը իրենց հակառակը համոզել։ Պարոն Թաթոյանը այնպիսի մի ճկուն լուծում էր գտնում, օրինակ այնպիսի համեմատություններ էր անում, այնպիսի մոտեցում էր ցուցաբերում, ես այդտեղ հասկանում եի, թե ինչքան կարևոր է լինել ճկուն եւ պատրաստ ցանկացած իրավիճակի։ Արմանը անվճար է ընդունվել, անվճար սովորել, սովորել է գերազանցությամբ, նույնիսկ ասեմ, շատ արագ էր գրում, լեկցիաները թելադրում էին արագ, մեզ համար դա շատ անսովոր էր, մանավանդ առաջին կուրսում, այդ առաջին տարին խայտառակ այդպես բանի մեջ էինք ընկնում, պանիկայի մեջ ենք ընկնում, ես դանդաղ գրող եմ ու հաճախ հենց Արմանի տետրերն էի վերցնում, տանում արտագրում բերում, այնպես որ Արմանի ձեռագիրը իդեալական կարդում էի։ Արման Թաթոյանին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից, երբ մենք միասին սովորում էինք Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Արմանը միշտ աչքի է ընկել իր բացառիկ մարդկային հատկանիշներով, իր անսահման հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, աշխատասիրությամբ։ Ինքը այնպիսի մարդ է, որը չի երկնչում դժվարությունների առաջ, լուր փորձում է խորքային վերլուծություններ անել եւ գտնել լուծումներ։ Ես իրան ճանաչելով վստահ եմ, որ եթե ինքը ինչ-որ մի բանում համոզված չլինի, չի ձեռնարկում այդ գործը։ Հիմա որ ձեռնարկել է այս քաղաքականության մեջ մտնելը, համոզված եմ, որ այս փորձությունից եւս պատվով ու հաղթանակով է դուրս գալու։ Ես ուզում եմ ընկերոջս ասել, որ ծնունդը շնորհավոր, որ արժանի ես ամենալավին, նաև քանի որ
հիմա ինչ process-ներում է ինքը ներգրաված, կուզենամ, որ հաջորդ ժամը, հաջորդ տարվա ժամը 12-ին լսեմ իր ձայնը, իր ուղերձը մեր ժողովրդին։ Մաղթում եմ, որ այն համառությունը, որը ինքը ցուցաբերել է, շարունակի այդ նույն ոգով, չկորցնի այդ համառությունը եւ իր համառությամբ, իր աշխատասիրությամբ, մարդկային որակներով ուժ ու թև տա բոլորիս։ Ցանկանում եմ ուժ, տոկունություն, համառություն, որովհետև մեր Հայաստանին պետք են քեզ նման ազնիվ, արժե համակարգին, արժեքներին հավատարիմ մարդիկ։ Որպես ծննդյան մաղթանք նաև մաղթել, որպեսզի հայրենիքի համար իր սկսած պայքարը հաջողությամբ փառքով պսակի։ Հաջորդ տարի 26 թվականին այսօրը, երբ որ միջազգայինորեն ընդունված անհավաքարքերով ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարները կշնորհավորեն իրենց ծննդյան օրվա կապակցությամբ, թող այս զգացողությունը այդ օրներ ուղեկցի ինքը իրեն զգա միշտ համախմբման կիզակետում։